Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թադավորած Քիրք 21-րդ գլուխ։ Գիներ Բենյամինի դոհմին համար։ Իսրայելի մարդիկը Մասպայի մեջ երթում էին ասելով. Մեզ ոչ մեկը իր աղջիկը Բենյամինյանի մը պիտի տա իբր գին։ Ուստի ժողովուրդը պետել կնաց ու հոն Աստուծո արչև գեցավ մինչև իրիկուն։ Իրենց ցայնը փարսացնելով թարնաբես լացին եւ ասին. Ով դեր Իսրայելի Աստվածը։ Ինչու ասիգա Իսրայելի մեջ բադայեցավ, որ այսօր Իսրայելեն դոհմը բաքսի։ Հետևյալ օրը ժողովուրդը գանուխ ելավ ու հոն զոհասեղամը գառուցանելով ողջագեզներ եւ խաղաղության զոհեր մատուցանեցին։ Իսրայելի որդիները ասին. Իսրայելի բոլոր դոհմերեն ով համախմբումին հետ փարսացած չէ դիրոջ արչև։ Արտարև դիրոջ արչև Մասպա չփարսացողին համար մեծ երթում էին ասելով. Ան անբաժար պիտի մերցվի։ Իսրայելի որդիները իրենց եղբոր Բենյամինի վրա արկահադելով ասին. Այսօր Իսրայելեն դոհմը փնաչնչվեցավ։ Ինչ ունենք այս մնացածներուն, որ գիներ ունենան, քանի մենք դիրոջ անունով երթում ենք, որ մեր աղջիկներեն անոնց գին չդանք։ Աբա ասին. Իսրայելի դոհմերեն որ մեկը Մասպա փարսացած չէ դիրոջ արչև։ Ահա Քաղաքի Յապիսեն ոչ մեկը փանագավայրը եկած էր համախմբումին։ Ժողովուրդը աչքի անցուցին եւ ահա Քաղաքի Յապիսի բնակիչներեն ոչ մեկը գարհոն։ Ոստի համայնքը գդրիչներեն 12000 մարդ կրգեցոն ու անոնց պատվիրեց։ Կացեք եւ Քաղաքի Յապիսի բնակիչները սուրի փերանի անցուցեք, գիներն ու մանուկներն ալ։ Ձեր ընելիքը սա է. անջիդեցեք ամեն արու եւ այր մարդու անգողին գցող ամեն գին։ Անոն քաղաքի Յապիսի բնակիչներու մեջ 400 գույս երդասարտուհիներ կդան, որ արուի հետ բարգելով այր մարդ գիծած չէին։ Ուստի զանոնք Կանանի երկրի մեջ Սելովի փանագավայրը դարին։ Ամբողջ համայնքը մարդ գրգեց Ռեմոնի ժայր եղող Բենյամինի որդիներուն խոսելու եւ զանոնք խաղաղության հրավիրելու։ Այդ ադեն Բենյամինյանները վերադարձան ու անոնց այն գիները տվին, որ քաղաքի Յապիսի գիներեն ողջ բահած էին, բայց անոնց բավական չեղան։ Ուստի ժողովուրդը Բենյամինի վրա արկահադեցավ, քանի որ դերը Իսրայելի դոհմերու մեջ խրամատ բացած էր։ Համայնքին երեցները ասին. Ինչ ենք մնացածներուն, որ գիներ ունենան, որովհետև Բենյամինի դոհմեն գիները գոդորվեցան։ Աբա ասին. ազատած Բենյամինյանները ստացվածքը թող ունենան, որբեսի Իսրայելեն դոհմը չփնաչնչվի։ Մենք անոնց չենք կրնար տալ մեր աղջիկներեն իբր գին, որովհետև Իսրայելի որդիները երթում ունելով ասին. Բենյամինի գին դվողը անիծյալը լա։ Բայց ասին. ահա ամեն տարի դոն գլա դիրոջ Սելովի մեջ, որ Փեթելի հյուսիսային կողմը, Փեթելե Սյուքեմ Փարսացող Բողոդային արևելյան կողմը ու Ղեփոնայի հարավային կողմն է։ Հետևաբար Բենյամինի որդիներուն պատվիրեցին. Կացեք եւ այգիներու մեջ թարան մտեք։ Եվ տեսնեք թե Սելովի աղջիկները խումբով դուրս կելեն բարելու, դուրս ելեք այգիներեն, ցեզմե յուրաքանչյուրը թող հապշտակեք գինը Սելովի աղջիկներեն, ապա կացեք Բենյամինի երգիրը։ Եթե անոնց հայրերը կամ եղբայրները մեզի կալով գրվին, անոնց կսենք. մեր սիրույն համար ողորմեցեք անոնց, որովհետև մենք բادرազմին մեջ անոնց յուրաքանչյուրին համար գին մչարինք։ Հիմա դուք չդվիկ անոնց, որ հանցավոր ըլլակ։ Ուստի Բենյամինի որդիները այդպես ըրին։ Իրենց տիվին համեմատ բարողներեն գիներ արին զանոնք հապշտակելով, հետո կացին իրենց ժառանգությունը վերադարձան, քաղաքները գառուցանեցին եւ անոնց մեջ բնակեցան։ Այդ ադեն Իսրայելի որդիները անգեկացին, յուրաքանչյուրը իր դոհմին ու կերտաստանի մեջ, յուրաքանչյուրը անգե իր ժառանգությունը կնաց։ Այդ օրերը Իսրայելի մեջ թակավոր չկար, յուրաքանչյուրը իր աչքերուն ուղիղ եղածը գներ։ Փառքեզ Տեր Աստված մեր, ամեն։ Ահավասիկ սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք 5 դագարանի թադավորած գրքի ընթերցանությունը։ Տեսանք սիրելներ բոլոր 21 գլուխներու ընթացքին, թե ինչպես եբրայցիները երբ Աստուծո գմոդենային, Աստուծո օրտություններ գվայրեին, սակայն երբ փարոր կյանքով գաբրեին եւ թշնամիները իրենց մեկ երանային, իրենք ալ զաստված կմորնային։ Եվ այդ պատճառով ալ
Աստված գլքեր զանոնք եւ թշնամիներուն ցերկը գմատներ եւ անոնք կգոդորվեին։ Աստված զանազան թադավորներ գրգեց անոնց վրա։ Թակավոր չունեին, որովհետեւ իրենց թակավորը Աստվածին էր։ Թադավորները իրենց աչքին դեսած ցևովը, իրեն ճիշտ կարծած ցևովը հաջող գղեկավարեին Իսրայելի ժողովուրդը, բայց թադավորները իրենքալ մեղքեր կործելով ժողովուրդը մեղքի գարաչնորթեին։ Սիրելի քույրեր եղբայրներ, այսօրվան յանքի պատկերն է։ Հաջող երբ մարդիկ լավ վիճակի մեջ են, խաղաղ վիճակի մեջ են, գմորնան զաստված, գերանան հավատք է։ Կգարձեն, որ ամեն ինչ լավ է, հանգիստ է, ամեն ինչ արադությամբ ունին, հետևաբար գարիք չեն ասկար Աստուծո թիմաց գալու, գարիք չեն ասկար եկեղեցի երթալու, գարիք չեն ասկար սուրբ բادرակի մասնակցելու, բայց հազիվ նեղության մեջ ինան, հազիվ հիվանդություն կա իրենց վրա, հազիվ ցավի մեջ լան, ցախողության մեջ լան, ամիջապես Աստուծո գոմոդենան, գուրցկենին գծեցեն, որ դեր ները մեզի մեր մեղքերը եւ մեզի օրհնե։ Աստված ողորմած է, այո, Աստված երգայնամիտ է, Աստված սեր է, Աստված գործն է, բայց սիրելներ չլանք Իսրայելի ժողովրդին վես, որ Աստուծո օրհնությունները գվայլեր, հետո գմորնար Աստված։ Նեղության ժամանակի Աստուծո թիմաց կուքար, այլ մենք սիրելներ, եւ մեր նեղության ժամանակ, եւ մեր ուրախության ժամանակ, միշտ Աստուծո մոտ լանք, միշտ Աստուծո սուրբ անունը փառաբանենք եւ ասենք շնորհակալություն Տեր ամեն ինչի համար, որ մեզի տված ես։ Եվ հավատարիմ մնանք սիրելներ Տիրոջ հանդեպ մեր ունեցած հավատքին մեջ։ Երբեք գրնակ չդարձնենք Տիրոջը, երբեք չմոռնանք զինք եւ մշտապես Աստուծո դունը երթանք, աղոթքի սուրբ բادرակի մասնակցենք, որբեսի Տիրոջ անունը փառաբանենք եւ խնդրենք Աստուծո, որ Աստված մեր հայրենիքը օրհնե, սուրբ առաջնորդներ ղրգե, սուրբ գրոնավորներ ղրգե, Աստված արդար թադավորներ դա մեր հայրենիքին, արդար ղեկավարներ, որբեսի սիրելներ ամենքս միասին, որբես Աստուծո հավատարիմ զավակներ, Աստուծո սերը եւ օրհնությունը վայելենք, ու դերը մեր սահմաններեն, մեր երկրեն, մեր ազգեն հերացնե երևելի եւ աներևույթ թշնամիները։ Ահա անգամ եւս կարտացեք թադավորած գիրքը եւ սիրելներ ավելի լավ պիտի հասկանաք, թե որքան անիգա մեր կյանքին հետ կապված է։ Աստուծո առատ ողորմությունը ցեզի հետ թողնա, լավ մնացեք, ողջ մնացեք, առողջ մնացեք։